Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Երկրորդումն օրենքի 32-րդ գլուխ Մովսեսի երգը։ Ով երգինք ունգընտրե որ խոսիմ ու երգիրը Փերանիս խոսքերը թող մտի գնե։ Իմ ուսուցումս անցրևի բես պիտի գաթի։ Իմ խոսքս ծողի բես պիտի իջնե։ Շաղի բես թալարի վրա եւ դարապներու բես փույսի վրա, քանի որ Տիրոջ անունը պիտի հրճագեմ, մեր Աստվածը մեծարեցեք։ Ինքն է վեմը, իր կորձը անթերի է, որովհետև իր բոլոր ջամփաները արդար են։ Աստված հավատարիմ է ու անիրավություն չունի, անարդար եւ ուղիղ է։ Իսկ անոնք աբագանեցան, անոնց արադը իր որդիներունը չէ, ձուր ու խոդորած սերունդ մնեն։ Տիրոջ այսպես գահդուցանեք, ով անսկամ եւ անմիտ ժողովուրդ, անքու հայրը չէ որ քեզ քնեց, քեզ ստեղծեց ու քեզ հաստատեց։ Հիշե հին օրերը, մտածի անցած սերունդներու դարիներուն մասին, հորդ հարցուր ու քեզի պիտի պատմե, երեցներուդ հարցուր ու քեզի պիտի ասեն, երբ ամենաբարձրը ազգերուն տվավ իրենց ժառանգությունը եւ Ադամի որդիները զադեց, ժողովուրդներուն սահմանները Իսրայելի որդիներուն թիվին համեմատ հաստատեց։ Արդարև Տիրոջ բաժինը իր ժողովուրդն է, Հակոբն է իր ժառանգության վիճակը։ Զայն ամփնակ երկրի մեջ վայրի որնոցներով անաբադին մեջ գտավ, զայն շրջաբադեց, խրադեց եւ իր աչքի փիփին բես բահբանեց։ Ինչպես արձիվը իր փույնը գարտնցնե, գսավարնի իր ցակերուն վրա, իր թևերը գդարածե, զանոնք վրան գարնե ու թևերուն վրա գգրե, նույնպես ալ դերը զայն արանցին առաջնորդեց, անոր հետ օդար Աստված չգար, զայն երկրին բարձր դերենուն վրա անեց, որբեսի արդերուն փերքը ուտե, անոր ժայրեն մեղր եւ աբարաժեն յուղ ձծել տվավ, գովերու գոքին ու ոչխարներու գաթը գերցուց անոր, բարարդ քարներու, փասանի խոյերու եւ նոխազներու ջարբով ու ծորենի ընդիր ալյուրով եւ խաղողին արյունը քինի խմեցիր, բայց Իսրայել բարարդանալով ակացեց, բարարդացար, հասցար, ջարբագալեցիր, զինք ստեղծող Աստվածը երեսեցը կեց եւ իր փրկության վեմը արհամարհեց։ Օդար աստվածներով զայն նախանցի մղեցին ու քարշություններով զայն քրքրեցին, թևերուն զոհեցին, որ Աստված չեն, իրենց չկիծած աստվածներուն, նորերու, վերջերս եկողներու, որոնց մեջ ծեր հայրերը չզարհուրեցան։ Քեզ ծնանող վեմը չմտապերեցիր եւ քեզ ստեղծող Աստվածը մորցար։ Երբ դերը տեսավ, անարգեց, որովհետև իր որդիներն ու աղջիկները զին քրքրեցին, ուստի ասավ. երեսս անոնց մե պիտի ծածկեմ եւ տեսնեմ թե անոնց վախճանը ինչ պիտի ըլլա, որովհետև անոնք նենք սերունդ մնեն, անհավատարիմ որդիներ են։ Անոնք չաստվածներով զիս նախանցի մղեցին ու իրենց սնաբաշտություններով զիս քրքրեցին։ Ես ալ ամբիդան ժողովուրդով մը զանոնք նախանցի պիտի մղեմ եւ անզգամ ազգով մը զանոնք պիտի քրքրեմ։ Արտարև իմ փարգութենես գրակ մը վարվեցավ ու մինչև ստորին թժողքը պիտի այրե։ Քեդինը եւ անոր արքասիկը պիտի սպարե ու լերներուն հիմերը պիտի փոցավարե։ Անոնց վրա չարիք պիտի ավելցնեմ, իմ նեդերս անոնց վրա արձակելով պիտի սպարեմ, անօթությամբ պիտի հյուծին, դենթախտով եւ հուշ թարն ավերումով պիտի սպարին, ու անոնց վրա կազաններու ագրամները եւ հողի վրա սողացողներուն ժահրը պիտի ղրգեմ։ Թուրսեն սուրդ ու ներսեն ահը, երդասարտը եւ գույսը, ձծգերն ու ալեհեր մարտը պիտի հապշտագեն։ Ըսի թե զանոնք երկրի ամեն գողմը պիտի ծրվեմ, մարտոց մեջ անոնց հիշադակը պիտի թատրեցնեմ, սակայն թշնամիին քրքրութենեն վախծա, անոնց հագարագործները թող չանկիդանան, թող ասեն, այս բոլորը ընողը մեր բարձրացած սերն է եւ ոչ թե դերը։ Արդարև անոնք անխորուրդ ազգ մնեն ու անոնց մեջ հանջար չգա։ Երանի թե իմաստունը լային,
ասիգա հասկնային եւ իրենց վախճանին մասին մտածեին։ Ինչպես մեկ մարդ 1000-ը գահալածեր ու երկու մարդ 10,000-ը գփախցներ, եթե անոնց վեմը զանոնք չծախեր եւ դերը զանոնք չմատներ։ Արտարև անոնց վեմը մեր վեմին բես չէ ու մեր թշնամիները այս բանին թադավոր են, քանի որ անոնց որդադունգը Սոդոմի այգիեն եւ Գոմորի մրգաստանեն է։ Անոնց խաղողները թունավոր խաղողներ են ու անոնց ողգույզները թարն են, անոնց քինին վիշապներու ժահրը եւ կարպերուն անկուտ թույնն է։ Ասիգա քովս բահված եւ ըշտեմարաններուս մեջ կնկված չի արդյոք։ Իմս են վրեժխնդրությունն ու հադուցումը, անոնց ոտքը սահմանված ժամանակին պիտի սահի, որովհետև անոնց ցախորտության օրը մոտ է, ու անոնց համար բադսպարվածը գարդորա։ Արտարև դերը իր ժողովուրդը պիտի թատե, եւ իր ծառաներուն վրա պիտի արկահադի, եւ տեսնե թե անոնց զորությունը կացած է ու փանդարգված կամ ազատ չգա, ուստի պիտի ասե. ուր են անոնց աստվածները, այն վեմը, որուն գաբավինեին, անոնց զոհերուն ջարբը ու դողները եւ թափելիք նվերներուն քինին խմողները, թող գանքնին ու ցեզի օգնեն եւ ցեզի ծածկույթ ըլան։ Հիմա նայեցեք, որ միայն ես եմ, քովս ոչ մեկ աստված գա, ես կմերցնեմ ու ես կաբրեցնեմ, ես կխոցեմ ու ես կփուժեմ, ոչ մեկը ցերքես գազադե։ Արտարև ցերքս երկինք բարձրացնելով գսեմ, ես Հավիդյան Գաբրիմ, եթե փայլադագող սուրս սրեմ ու ցերքս Թադաստանը բռնե, իմ հագարագործներես վրեժխնդիր պիտի լամ եւ զիս ադողներուն պիտի հադուցանեմ, իմ նեդերս արյունով պիտի կինովցնեմ, ըսպաննվածներուն ու քերիներուն արյունով եւ իմ սուրս միս պիտի լապե, թշնամիին իշխաններուն գլուխով, ով ազգեր, անոր ժողովրդին հետ ծնծացեք, քանի որ իր ծառաներուն արյունին վրեժը պիտի առնե, իր հագարագործներեն վրեժխնդիր պիտի լա եւ իր երկրին ու ժողովրդին քավություն պիտի անե։ Մովսես եկավ եւ այս երկին բոլոր խոսքերը հաղորդեց ժողովրդին ականջներուն, ինք ու Նավյան Հեսուն։ Երբ Մովսես այս բոլոր խոսքերը ամբողջ Իսրայելի հաղորդելը ավարտեց, անոնց ասավ. Ձեր սիրտի մեջ դրեք այն բոլոր խոսքերը, որոնցմով այսօր ցեզի կվկայեմ, որբեսի զանոնք ձեր որդիներուն բադվիրեք, որ այս օրենքին բոլոր խոսքերը ըզգուշությամբ գործադրեն։ Արտարև ասիգա ցեզի բարապ խոսք մը չէ, այլ ան ձեր կյանքն է, այս խոսքով ձեր օրերը երկար պիտի լան այն հողին վրա, որուն դիրանալու համար հորտանանեն գանցնիկ։ Դերը նույն օրը խոսեցավ Մովսեսի ասելով. «Բարձրացիր այդ ափարիմ լերը, Մովափի երկրի մեջ եղող Երիքովի դիմացի Նափավ լերը ու դես Կանանի երկիրը, որ Իսրայելի որդիներուն իբր գալված կուտամ։ Այդ բարձրացած լերանդ վրա պիտի մեռնիս ու ժողովրդիդ մեջ պիտի ամփոփվիս, ինչպես եղբայրդ Ահարոն մեռավ Հովր լերան վրա եւ իր ժողովրդին մեջ ամփոփվեցավ, որովհետեւ Իսրայելի որդիներու մեջ Սինի անաբադը Գաթեսի վիճապանության ճուրերունքով ինձի անտեպ ուխտազանց եղակ Իսրայելի որդիներու մեջ զիս չփարավորելով, ուստի այդ երգիրը հերվեն պիտի տեսնես, բայց հոմ պիտի չմտնես, այն երգիրը, որ Իսրայելի որդիներուն գուտամ։ Փառք քեզ, Տեր Աստված մեր, ամեն։